Իսրայելյանի հետ։ Պարոն Իսրայելյան, մինչ այս քննարկմանն անդրադառնալը մեկնարկած պայքարի մասին, նոր պայքարի մասին մարտի 29-ին տեղի ունեցավ մեծ հանրահավաք, դրան հաջորդեց նստածույցի պահանջը, նստածույց է իրականացվում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց հերթական ակցիաներ և նույնիսկ հանդիպում եղավ։ Ի վերջո, ինչ արդյունքներ կան այս պահին, ինչ է արձանագրել, որևէ փոփոխություն կա իշխանության, այսպես ասած, ծրագրերում քաղաքականության մեջ։ Եթե կոնկրետ անդրադառնանք մինչև օրս իշխանության կողմից արձագանքներին, չկա։ Հստակ արձագանքներ չկա, հստակ մեր նկատմամբ ինչ որ ձևաչափով քննարկվում կամ էլ ինչ որ բան չկա։ Վերջի ակցիան սոցիալ նախարարության դիմաց, որ կազմակերպվել է, ներկայացուցիչները հանդիպում են ունեցել սոցիալ նախարարի ներկայացուցիչների հետ, որոնք մեր հասկացողությամբ լիազորված չեն եղել պատասխանելու ու բանը ուղղել են սոցիալ նախարարին, որ տեղում չի, պիտի գա ու այդ հարցերի միջև որոշ չենք անդրադարձել ու կանդրադառնանք, կներկայացնենք, որ պատասխանից մենք չենք բանարել ու ընդհատել ենք մեր հանդիպումը, դուրս եկել ստեղ ու շարունակում ենք մենք մեր պայքարը։ Ու բոլոր այդ մի շաբաթվա ներկայացրած ժամանակը, որ իշխանության ժամանակա տված, որ ձևաչափերով, ձևակերպերով պատասխանի մեր այս կանցի 29-ի հանրահավաքի պահանջներին, մինչև օրս պատասխան չկա, բայց մենք նորից եմ ասում, պատասխան լինելով, չլինելով, մենք գնալու ենք մինչև վերջը հասկացողությունը, նորից եմ ասում, մեր արժանապատվության, մեր իրավունքների, մեր արդարության հետ կախված պահանջներն է, սկսած սոցիալական հարցերից, վերջացրած բոլոր այն ծայրահեղ իրավիճակում գտնվելու արցախահայության, թե մեր ռազմագերիների հետ կախված հարցերն է, թե մեր Արցախի կարգավորման հարցն է, թե մեր ինչ կախված է արցախահայության խոսքի հետ, բայց ես չեմ ուզում տարանջատել այս ցույցերի կամ այս բողոքների բանը հիմիկվա մենք Մայր Հայաստանում գտնվող մեր հանրությունից առանձին, որովհետև մենք ապրում ենք մի հողի վրա, իրավունքները բոլորիս համար հավասար է, ցավոք մենք ընկել ենք այս ծայրահեղ իրավիճակում, դրա համար մենք բարձրացնում ենք այդ հարցերը, որ մենք չարտագաղթի ժողովուրդը ստեղից, մենք մնանք Մայր Հայաստանում ու մենք ամրապնդվենք հայ ժողովրդի հետ միասին հզորացնելու Մայր Հայաստանը, որ հետագա բարենպաստ ժամանակներում մեր հետ վերադարձը ապահովենք։ Ի վերջո, հենց այսօրվա քննարկման թեմայի խորագիրն էլ է Արցախի վերադարձի, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին։ Ինչպես եք դա պատկերացնում եւ որ պարագայում։ Եթե անկեղծ լինեմ, ներկա իշխանության պարագայում ես ընդհանրապես չեմ պատկերացնում, որ կարող է ինչ-որ հետ վերադարձի հետ կախված բարենպաստ կամ էլ ինչ-որ գործողության պրոցեսներ իրականացվի, հաշվի առնելով, որ այսօրվա իրավիճակում ներկա իշխանությունը բանակցային գործողություն իրականացնելով Ադրբեջանի ղեկավարության հետ, այդ հարցերը ընդհանրապես խաղաղության պայմանագրի մեջ չկա ու вообще քննարկման բաների թեմա չի։ Ու մենք դա չենք ողջունում, որովհետև նորից եմ ասում, Արցախի ժողովրդի ճակատագիրը որոշողը իրենք չեն, ժողովուրդն է, Արցախի հիմնախնդրի որոշողը դա շարունակի, չի շարունակի, նորից եմ ասում, իրենք չեն, որովհետև այն իշխանությունը, այն ղեկավարությունը, որը Արցախը հանձնել են կամ համագործակցել են հանձնմանը, այսօրվա իրավիճակում մենք ինչ պիտի սպասենք իրանց կողմից բարենպաստ կամ էլ ինչ-որ։ Դրա համար հասարակական կազմակերպություններն, բոլոր այն մարդիկ, ովքեր անտարբեր չեն, այսօրվա իրավիճակում հրավիրված են այս շարժման շուրջ քննարկելու գործողությունների, թե որոշումներ կայացնելու, հետագա գործողություններին մեր իրավունքների, մեր հայ ապրելու, մեր այս երկրում, Մայր Հայաստանում բոլոր այդ իրավունքները պահպանելու համար։ Շնորհակալություն։ Իսկ այն հանգամանքով հետ եք